Ուզում եմ պատմել մի երազ, որը տեսել եմ մի զինվորի մասին երկար աղոթելուց հետո, որպեսզի այդ երազս լսելով մեզանից յուրաքանչյուրը պատկերացնի ու հասկանա, չնայած նրանք, ովքեր Աստծով են եւ աղոթում են զինվորի համար, ուրիշների համար, մյուսների համար, շատ լավ գիտեն, որ իրենց աղոթքը ինչ ուժ ունի, ինչ զորավոր է եւ իրենց աղոթքով ինչ հրաշքներ են տեղի ունենում նրանց կյանքում, ում համար որ իրենք աղոթում են, բայց ուզում եմ պատմել ուղղակի մի դեպք, մի երազ, որ եղել է ինձ հետ զինվորի համար աղոթելուց, օրերով, երկար ամիսներով, միգուցե չեմ հիշում, երկար աղոթելուց հետո իմ որդու, իմ տղայի ընկերները բոլորը ինձ համար, իմ զավակներն են, իմ որդիներն են, եւ ես նրանց համար աղոթում եմ ու դա նոր չէ, բայց ուրեմն անցած տարի 24 թիվներ տղայիս ընկերներից մեկը գնաց բանակ եւ ես շատ էի աղոթում նրա համար, ինձ մոտ զգացողություններ կարծես թե նրա մայրը չի աղոթում նրա համար ու ես շատ մեծ ցավով էի աղոթում Նրան ոչինչ չէր եղել, ամեն ինչ նորմալ էր, բայց ես շատ մեծ ցավով էի աղոթում եւ աղերսանքով, աղաչանքով, որ Տերը նրան ողջ առողջ վերադարձնի, որ նրան ոչ մի վատ բան չպատահի, որ Աստված միշտ նրա հետ լինի։ Ու մի օր կարծես ուզում էի, որ Տերը ինձ միշտ հաստատեր, որ քո աղոթքները հանգիստ տեղիր, ես քո աղոթքները հաստատում եմ ու ես իրան իմ ձեռքերի մեջ եմ պահելու։ Այդպես ու մի օր երազ եմ տեսնում։ Ինչ երազ եմ տեսնում։ Այդ օրն եմ աղոթում ու երազ եմ տեսնում այդ տղային, ում համար որ աղոթում եմ, ով որ ինձ որդի է, կարծես, տղայիս ընկերն է, ինչ որ մի անտեսանելի ձեռք ինձ տալիս է իմ ձեռքի մեջ ոսկ, բալզամի պես, ինչ որ ոսկ է դա, մոմա, չգիտեմ, մոմի ոսկ չէր, բայց նման ինչ որ մի բան, բայց երազումս ես դրան ասում եմ կրեմ, այդ կրեմի ամանի պես հայտնվում է իմ ձեռքի մեջ եւ ես զինվորը ում համար որ աղոթում էի, նրա դեմքը չեմ տեսնում, նա ինձ մեջքով է կանգնած ու ես այդ կրեմը, այդպես ասեմ, բայց դա ոսկ էր, դա բալզամ էր, դա չգիտեմ, նման ինչ որ մի բան էր։ Ես վերցնում եմ ու շատ հաստ շերտով քսում եմ այդ տղայի ամբողջ մեջքին, թիկունքով ու մեջքով ամբողջը։ Քսում եմ ու ինչ որ մեկ իմ կողքին կանգնած է, ես նրան չեմ տեսնում, բայց ես վստահ եմ երազից, որ դա Սուրբ Հոգին էր, որովհետև այդ կրեմն էլ ինքը տվեց, հայտնվեց իմ ձեռքում։ Ես քսում եմ ու երբ որ քսում եմ կրեմը նրա ողջ մեջքին, չէ՞ որ մեջքը մենք համարում ենք թիկունք պաշտպանություն, մեջքին քսում եմ ու անդադ հաստատնում եմ եւ ինչ որ մեկը ինձ ասում է դե հերիք չի բավական չի ես ասում եմ չէ այս պաշտպանությունն է այս ինչքան շատ եմ քսում այնքան պաշտպանված է ինքը լինելու քսում եմ ասում դու պաշտպանված ես ասում եմ այս կրեմը քեզ պաշտպանելու է ու այդ ամբողջ մեջքը այդ կրեմից եմ անում հաստ շերտով բայց երբ արթնանում եմ ասում այսպես մի անգամից հարցում ինչի կրեմ քսում այդ տղայի մեջքին ու հետո հիշում եմ խոսքերը երբ ես ասում այս կրեմը քեզ պաշտպանելու է այս քո պաշտպանությունն է ասում դրա համար հաստ եմ անում որ իբր իմ մտքում որ ես հանգիստ լինեմ իր համար ու ես այնքան վստահ էի որ այդ իմ քսած կրեմը պաշտպանելու էր իրան ինքը պաշտպանված էր լինելու Բայց չեմ հասկանում ամբողջը, սկսում եմ աղոթել, ասում եմ Տեր ջան, լավ, ես ինչի՞ եմ սենց երազ տեսնում, ինչ է նշանակում, ինչի՞ եմ կրեմ քսում, ասում սա քո պաշտպանությունն է, սա քո պաշտպանությունն է, դու պաշտպանված ես սենց։ Ու արդեն Աստված ինձ իմացություն է տալիս, որ ես ինչքան եմ աղոթել, որ այդ երեխան պաշտպանված լինի։ Ու երազում ես այդ բալզամի պես ինչ որ բանը քսում էի նրա մեջքին, հաստացնում էի ու ասում էի սա քո պաշտպանությունն է, դու պաշտպանված ես, սա քո պաշտպանությունն է, դու պաշտպանված ես։ Ինձ Աստված ինչ իմացություն է տալիս, որ ես հանգիստ լինեմ, որ իմ աղոթքները տեղ են հասնում։ Հանգիստ լինեմ, որ իմ աղոթքները տեղ են հասնում,
ու նա պաշտպանված է։ Դրա համար խնդրում եմ ձեզ, մենք ապրում ենք շատ դժվար ժամանակներում։ Մենք պիտի աղոթենք մեր յուրաքանչյուր զինվորի համար, այնքան սրտանց, որ Աստված հաստատի այդ պաշտպանությունը, ու ոնց երազում ես էի ասում, դու պաշտպանված ես, կարծես օծում էի, քսում էի, չէ, իմաստ ուզում եմ զգաք, հասկանաք, օծության պես, որովհետև դա նման էր, նորից եմ ասում, ինչ-որ ոսկի էր նման, ոսկ, բալզամ, բայց ես ասում էի կրեմ, որովհետև քսում էի, ասում էի կրեմ, բայց ես հասկանում եմ, որ դա կրեմ չի սովորական։ Այսինքն մեր աղոթքի ուժը ու պաշտպանությունը, եկեք աղոթենք մեր զինվորների համար, ամեն օր, թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի, մեր Աստծո, մեր Սուրբ Երրորդության ձեռքը, ամենազոր, ամենապաշտպանող, ամենափրկող ձեռքը լինի մեր յուրաքանչյուր զինվորի վրա։ Թող Տիրոջ օրհնությունը, պաշտպանությունը եւ փրկությունը լինի նրանց վրա։ Թող Աստծո ձեռքերի մեջ լինեն։ Թող մեր Տիրոջ ձեռքերի մեջ լինեն մեր զինվորները։ Թող մեր Տերը իր պաշտպանության ծածկոցով, վերմակով ծածկի մեր զինվորին։ Ու չարը, թշնամին, հոգևոր եւ ֆիզիկական չկարողանա խոցել, չկարողանա մոտենալ մեր զինվորին, որովհետեւ մենք աղոթում ենք, որպեսզի մեր Տիրոջ հզոր պաշտպանության վահանը, զրահը լինի մեր զինվորների վրա։ Փառք քեզ Տեր։